Պիղծ է արդարադատությունը Հայաստանում։ Առավոտ կանուխ 6 անց, այդ թվում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նրա որդին Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են։ Հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև Սերժ Սարգսյանի, երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի, Գագիկ Բեգլարյանի, Սամվել Մայրապետյանի նկատմամբ։ Ընդամենը ժամեր հետո Սեդրակ Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել, իսկ Ռոբերտ Քոչարյանին առողջական խնդրի պատճառով, այն է զարկերակային բարձր ճնշմամբ, տեղափոխել են հիվանդանոց։ Մեղադրանքը չուշացավ։ Պաշտոնեական լիազորությունների չարաշահում, առանձնապես խոշոր չափերով կաշառքի ստացում եւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։ Դատախազը երկրորդ նախագահի նկատմամբ հարուցեց հանրային քրեական հետապնդում։ Առհասարակ Հայաստանի Հանրապետությունում նախագահից սկսած մինչև ձմերուկ վաճառող ենթարկվում է քաղաքական հետապնդման։ 7 ժամ շարունակ Քոչարյանի փոքր որդու падգամավոր Լևոն Քոչարյանի տանը խուզարկություն իրականացվեց դիմակավորված ուժայինների կողմից։ Ներսում նրա 3 անչափահաս երեխաներն էին։ Պիղծ դավաճանի այսպես սովորական գործելավոճն է։ Դրսում ազգային ժողովի միջանցքներում անչափահաս երեխաներ ունեցող ԿՊԱ-կան падգամավոր Սիսակ Գաբրիելյանն է։ Հեգնում է երեխայի լավագույն շահ ասվածը, թե բա երեխայի լավագույն շահ ասվածը ինչ է։ Եկեք օրենքը փոխենք, ասենք որ չգիտեմ, պատերազմի մասնակցած մարդկանց չի կարելի հետապնդել։ Բազմազավակ ընտանիքներ ունեցող անդամներին չի կարելի անել։ Կամ խուզարկություններ են անցկացվում, կամ արդեն իսկ կապարակնքված են ընտանիքի հետ առնչվող օբյեկտները։ Իսկ ինչ է եղավ ֆիլմի սցենար հիշեցնող այս պատմության պատճառը։ Այդ պիղծ դավաճանը ինչի է միջև հիմա կարում լինի այս բան։ Պիղծ դավաճան։ Այս արտահայտությունն արեց Լևոն Քոչարյանն ազգային ժողովի դահլիճում։ Պիղծ բառը նորմալիզացրած Փաշինյանին։